Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ավելի պատկերավոր հասկանալ, թե ինչ է տալիս Հայաստանին այս պայմանագիրը։ Ինչպես նշվեց նիստի ընթացքում, սա տալիս է հնարավորություն, այսինքն հնարավորություն ստանալու հրավեր եւ որոշում ընդունելու մասնակցել այդ առաքելություններին կամ չմասնակցել։ Առանձին դեպքերում բնականաբար առանձին որոշումներ կկայացվեն, այսինքն սրա մասին է համաձայնվում։ Այլ որ թեժ կետերում հնարավոր է, որ այս մեր Հայաստանի ինչ-որ մասնակիցներ միանան։ Եվ Հայաստանը ինչ է տալու պետք ընդհանուր առմամբ։ Ես ինչ եմ կարող կոնկրետ ասել, որտեղ Հայաստանի մասնակցությունը կլինի, ինչպես նշեցի, առանձին հրավերներ կլինեն եւ կկայացվեն որոշումներ մասնակցության կամ չմասնակցության մասին։ Հիմի այս պահին մանրամասնել թե որտեղ Հայաստանը կմասնակցի վաղաժամ է, իսկ ինչ է տալիս Հայաստանին, ինչպես նշեցի նիստի ընթացքում եւ ինչպես գործընկերներն են նշեցին, դա տալիս է առաջին հերթին հնարավորություն ծանոթանալու եւ ապագայում կիրառելու միջազգային փորձը ճգնաժամերի կառավարման տարբեր ոլորտներում։ Իսկ առանց զենք են, չէ՞, ինչպես ասացի։ Որոշ դեպքերում կարող են զենքով լինեն, մյուս դեպքերում առանց զենք, այսինքն ճգնաժամային կառավարումը ԵՄ դա տարբեր ոլորտներին է վերաբերում, այդ թվում կարող են լինել բժիշկներ, կարող են լինել սակրավորներ, տարբեր։ Այս ֆոնի վրա, պարոն Սաֆարյան, հետաքրքիր է, որ Հայաստանը կրկին չի մասնակցելու ՀԱՊԿ-ի վերջին նախատեսված համաժողովին, բայց միաժամանակ կարծես Ռուս Պաշտոնյանները տեղեկացրել են, որ հայտարարել է համաձայն է այսպես այդ խորհրդաժողովի ժամանակ ներկայացված փաստաթղթերին։ Սա ինչպես է գնահատում, դեռ Հայաստանը սառեցված է, բայց շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում եւ այս մանյովրը չենք մասնակցում, բայց պատրաստ ենք համաձայն ենք բոլոր փաստաթղթերի հետ։ Սա ինչպես է գնահատում։ Եվ զուգահեռ այդտեղ չեք մասնակցում, այստեղ Եվրամիության հետ կապված այսպիսի համաձայնագիր է ստորագրում։ Այսպես այդ քաղաքական այդ կա թե չէ։ Պետք չի կապել այս երկու գործընթացները կամ դրվագները իրար հետ։ ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանի ձևաչափը եւ քաղաքականությունը հայտարարվել է, մենք դրա մասին արդեն որոշ ժամանակ առաջ հայտարարել ենք, ինչպես դուք նշեցիք, եւ չենք խոչընդոտում որոշումներ, չենք մասնակցում, բայց չենք խոչընդոտում որոշումների փաստաթղթերի ընդունմանը։ Իսկ այս համաձայնագիրը ես չի կապի որևէ կերպ այլ ինչ-որ գործողությունների հետ Հայաստանի դիվանագիտական կամ քաղաքական։ Պարոն Սաֆարյան, եթե չեք խոչընդոտում փաստաթղթերի այսպես ստորագրմանը, ընդունմանը եւ հայտարարում եք, որ սառեցնում է Հայաստանի մասնակցությունը այս ամենին, ի՞նչն է խանգարում դուրս գալ, որ ոչ մի բան Հայաստանը այս կառույցում չի ուզում անել, չի խանգարում, չի օգնում, չի մասնակցում։ Ո՞րն է պատճառը, որ դեռ հապկում եք մենք։ Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Այս հավելում չի անը դրա մասին, այսինքն հայտարարված քաղաքականություն այն ինչ որ նշեցի։ Պատճառ կա մնալու, ուզում եք հասկանալ, պատճառը ո՞րն է, որ դեռ հապաղում եք, մնում եք։ Այդ քաղաքականությունը հանրությանը չի բացահայտում, ո՞րն է պատճառը։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք, բայց այս փուլում այսպիսին է քաղաքականությունը։ Մտավախություն կա, որ ռուսների հետ հարաբերությունները կարող ավելի լարվեն, դրա համար եք այսպես ոչ այստեղ եք, ոչ այնտեղ եք։ Մենք այսինքն Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա, ըստ իրավիճակի, ըստ ձևավորվող իրավիճակի եւ հայտարարվել է Հայաստանի եւ դիվերսիֆիկացման քաղաքականության մասին եւ բալանսավորման եւ բալանսավորելու քաղաքականության մասին ըստ այդպիսի կոնկրետ իրավիճակի Հայաստանը կատարում է ընդունում է որոշումներ եւ եթե հավելյալ տեղեկատվություն ունի կտեղեկացնենք այս փուլում միորեն դուրս գա ՀԱՊԿ-ից եւ այդ հարցը արդյոք քննարկվել է Հայաստան որ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսպիսի հարց այս փուլում արտաքին գործերի նախարարության օրակարգում մեր առջև այդպիսի խնդիր չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կիմանանք բնականաբար։